Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ եթե ընտրվի ազգային ժողովի նախագահ, կդադարեցնի գործունեությունը որպես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ինչպես իր թեկնածության առաջադրմանը, այնպես էլ դրա շուրջ շրջանառվող տարբեր մեկնաբանություններին։ Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ազգային ժողովի նախագահի տեխնացիան ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինելու։ Խոսելով ազգային ժողովում հնարավոր կադրային փոփոխությունների մասին, Ռուբինյանը նշեց, որ այս պահին այդ հարցերը քննարկելն անտեղի է, հիշեցնելով, որ խորհրդարան ունի գործող նախագահ եւ գործող աշխատակազմ, իսկ իր տեխնացությունն առաջադրել է միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը։ Հիմա ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի վարչությունը որոշել է առաջադրել իր տեխնացիան։ Այս պահին կա գործող ազգային ժողովի նախագահ, կա գործող աշխատակազմ։ Անդրադառնալով պնդումներին, թե իր առաջադրման մեջ Թուրքիան ունի միջնորդություն, մասնավորապես Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչի շնորհավորանքի ֆոնին, Ռուբինյանն այդ գնահատականները որակեց անհիմն։ Նրա խոսքով շնորհավորանքներ ստացել է նաև Ռուսաստանից եւ այլ երկրներից, ինչը չի կարող դիտարկվել որպես որևէ արտաքին ազդեցության ապացույց։ Նույն ձև ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից եւ այլ տեղերից։ Ռուսաստանից շնորհավորանք։ Գործընկերից գրել շնորհավորել է եւ Ռուբինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի բարձրագույն պաշտոնները ձևավորվում են ժողովրդի ընտրության միջոցով, նշելով, որ քաղաքացիներն ընտրում են քաղաքական ուժերին, որոնք էլ առաջադրում են համապատասխան թեկնածուներին պետական պաշտոններում։ Որովհետեւ Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից։ Հայաստանի ժողովուրդն է, որ օրինակ վարչապետ Փաշինյանին ընտրել է վարչապետ։ Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է քաղաքացիական պայմանագրին, ինձ ընտրել որպես թեկնածու։ Հարցին, թե ով կփոխարինի իրեն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցչի պաշտոնում, Ռուբինյանը պատասխանեց, որ այդ հարցով դեռ որոշում չկա եւ համապատասխան որոշումը կընդունեն վարչապետն ու կառավարությունը։ Ես որքան տեղյակ եմ, դեռ չկա, բայց բնականաբար վարչապետը եւ կառավարությունը կորոշեն։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։